Բարի երեկո, եթերում Մոամբեի գլխավոր թողարկումն է, ձեզ համար աշխատում է Աքսանա Շարոյանը։ Այսօր խորհրդարանի նիստերի դահլիճում քաղաքական քննարկումները վերածվեցին բուռն վեճերի։ Հայտարարությունները հիմնականում վերաբերում էին թեկնածուի կարգավիճակին։ Իշխող թիմի եւ ընդդիմադիր կուսակցությունների ներկայացուցիչները միմյանց մեղադրում էին հակապետական գործողությունների մեջ։ Պատգամավորների վեճերի թեմաներից մեկն էլ Միխայիլ Սահակաշվիլիի մոտ օրենսդիր մարմնի անդամների այցելության սահմանափակումն է։ Հայտարարությամբ հանդես է եկել Յակոխվիչյան Գիրչի կուսակցության նախագահը պնդում է, որ սահմանափակումը ծառայում է քաղաքական նպատակի եւ խախտում է թե դատապարտյալի եւ թե պատգամավորների իրավունքները։ Վրացական երազանքի եւ ընդդիմության ներկայացուցիչների միջև բուռն վիճաբանությանը հաջորդել է նաեւ խորհրդարանական մեծամասնության անդամ Իրակլի Բերայայի հայտարարությունը ընդդիմադիր պատգամավոր Թեոնա Ակուբարդյայի մասին։ Խաթունա Դեկանոիձեն հայտարարել է, որ Իրակլի Բերայայի եւ Ալուդա Ղուդուշաուրի հայտարարությունները Աննա Ծիթլաձեի եւ Թեոնա Ակուբարդյայի հասցեին սեքսիստական են, վիրավորական են բռնի կանանց նկատմամբ, ինչը պետք է անպատասխան չթողնել։ Ես մի քանի անգամ գրել եմ Շալվա Պապուաշվիլիին, Սահակաշվիլիին այցելելու մասին դրական արձագանք չի եղել։ Զգուշացնում եմ, դրա համար կստեղծվի վատ պայմաններ իր իսկ գրասենյակում։ Մենք չենք պատրաստվում այս գործը այսպես թողնել, ասել է ազգային շարժման նախագահ Լևան Խաբեիշվիլին։ Խաբեիշվիլին պատասխանել է արդարադատության նախարարը։ Ռատի Բրեգաձեն Լևան Խաբեիշվիլին խորհուրդ է տվել խոսել այնպես, ինչպես վայել է քաղաքական գործիչին, եւ որ նախկին նախագահ Սահակաշվիլիին բանդում լինելու ընթացքում այցելել է ավելի քան 2700 մարդ, որ դժվար է գտնել մի բանտարկյալի, ում իրավունքները այսքան հիմնովին պաշտպանված են։ Եվրամիության դեսպանի խոսքով Վրաստանի խորհրդարանի կողմից պատրաստած հեռարձակման մասին օրենքը համապատասխանում է չափանիշներին։ Ըստ Պավել Հերչեսկու ինքը Վրաստանի հետ աշխատել է Վրաստանի օրենսդրությունը նշված հրահանգին մոտեցնելու ուղղությամբ եւ այս օրենքի նախագիծը, որը վերջերս հաստատվել է, համապատասխանում է տեսալսողական ծառայության այս հրահանգի չափանիշներին։ Թբիլիսիում մեկնարկվում է հողերի համակարգված գրանցումը։ Թբիլիսիի քաղաքապետը եւ արդարադատության նախարարը ներկայացրել են նախագծի շնորհանդեսը։ Թբիլիսիի քաղաքապետի խոսքով մայրաքաղաքի հողերի 13%-ը անհայտ է մնացել։ Նրա խոսքով քաղաքացիներից 30,000 դիմում կա, որոնք նրանք պահանջում են հողի գրանցում։ Իսրայելի եւ Համասի միջև զինված հակամարտությունը շարունակվում է։ Լրատվամիջոցների տվյալներով անցած գիշեր Գազայի հատվածից պայթյունների ձայներ են լսվել։ Հրետանային եւ ավիահարվածների մասին տեղեկությունը հաստատում է նաեւ Գազայի պաղեստինցիների կողմից։ Իսրայելի պաշտպանության բանակը հայտնում է, որ հարվածներ են հասցվել Հեզբոլահի եւ մի քանի դիրքերի Լիբանանի հարավային հատվածում։ Ենթակառուցվածքի վրա օդային հարձակում է իրականացվել։ Վրաստանի դատական համակարգի ինստիտուցիոնալ վերակառուցում թեմայով հանրային քննարկում է տեղի ունեցել, որի համաձայն Վրաստանի դատական իշխանության ինստիտուցիոնալ խնդիրը ուղղահայաց ինտեգրված իշխանություն է եւ որ կդնի դատական իշխանության ամբողջական իշխանությունը։ Շրջակա միջավայրի պահպանության եւ գյուղատնտեսության նախարարը բացել է գինու առևտրի համաշխարհային խմբի տարեկան ժողովը։ Օթար Շամուգյան անդրադարձել է վրացական գինեգործության վիճակի եւ խմբին Վրաստանի անդամակցության կարեւորության մասին։ Կազմակերպության հիմնական նպատակն է հեշտացնել գինու առևտուրը, խթանել գինու միջազգային առևտուրը, տեղեկատվության փոխանակման եւ առևտրային խոչընդոտների վերացման համար համատեղ գործողություններ ձեռնարկելու միջոցով։ Կազմակերպության գործունեության հիմնական համակարգողը գինու ազգային գործակալությունն է։ Վրաստանի խորհրդարանում հանդիպում է տեղի ունեցել կանոնավոր արյան դոնորության զարգացման հարցերի շուրջ։ Նշված հանդիպմանը խոսվել է արյան դոնորության հետ կապված մարտահրավերների մասին, քննարկվել է ապահով արյուն պետական ծրագրի նպատակները։ Այսօրվա համար այսքանը, կվերադառնանք վաղը, ցտեսություն։